Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ մեզ հետ եք, շատ շնորհակալ եմ, որ արձագանքում եք։ Ձեր բոլոր խորհուրդները, ձեր բոլոր առաջարկները, բարեկամներ մեզ համար շատ կարեւոր են։ Ուզում եմ իմ ջերմ ողջույնները հղել մեր սփյուռքահայ բարեկամներին, ուզում եմ իմ լավ հեռուստադիտողներին մաղթել առողջություն եւ երկար տարիների կյանք։ Շնորհակալություն բարեկամներ։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք կարծում եմ, որ կհամալրեն ձեր ընտանեկան կերակրացանքը, ինչու՞ չէ նաև կարող են որոշ մասում հանրային սննդի օբյեկտներում աշխատող մեր գործընկերներին օգնել, որ չէ որ մենք սիրում ենք մի քիչ փոփոխություն։ Հարգելի հեռուստադիտողներ, այն ինչ ներկայացնելու ենք այսօր, ներկայացնելու ենք իմ հյուրի հետ։ Իսկ իմ հյուրն է Բագանի Ռուզաննա կրթահամալիրի ուսանող Շանթ Մելիքյանը։ Ողջույն Շանթ։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ։ Տրամադրությունդ բարձր է։ Այո։ Ձայնդ մի քիչ կտրված։ Այո։ Մրսել ես մի քիչ։ Բայց տրամադրությունը բարձր է։ Այո։ Ինչ ենք պատրաստել այս։ Այսօր մենք պատրաստելու ենք մի աղցան շատ հեշտ բաղադրիչներով, այդ աղցանի բաղադրիչներն հավի կրծքամիսը, վարունգը, ընկույզը, մարեցրած նուռը, սունկը, թարմ եւ թթվասերը եւ աղ սև պղպեղ ըստ ճաշակի։ Աղ սև պղպեղ ըստ ճաշակի, հավի կրծքամիսը խաշված, ընկույզը մի քիչ մանրացրած եւ թթու վարունգ։ Ինչ կարող եմ ես, ինչու կարող եմ օգտակար լինել, ինչ կվստահես ինձ։ Ամեն ինչ։ Ամեն ինչ։ Չէ, պիտի դու պատրաստես բնականաբար, ես ինչով կարող եմ օգնել։ Վարունգը միգուցե կտրեմ։ Այո։ Ինչպես պիտի կտրեմ։ Մանր էլի։ Մանր։ Այո։ Այսպես լավ է։ Հա։ Եվ կտրենք, եւ աշխատենք, եւ զրուցենք։ Խոհարարությունը սիրում ես, ես տեսնում եմ քո վարքից։ Բայց ինչ ես կարծում։ Մենք խոհարարներս կարող ենք երբևիցե համարել, որ մենք արդեն ամեն ինչ գիտենք, ամեն ինչի մասին տեղյակ ենք եւ կարող ենք ամեն ինչ։ Ինձ թվում է ոչ։ Ինձ էլ այդպես թվում։ Այսինքն մենք մի մասնագիտություն ենք ընտրել, որը ունի մեծ այդպես խորքային գիտելիքների, կարողությունների կարիք եւ մենք երբեք չենք բավարարվելու, չէ՞։ Այո։ Հիմա ես հավի կրծքամիսը խորանարդների չափով կտրատում եմ։ Սովորում ենք խոհարարություն, աշխատում ենք, բայց մենք կարող ենք ինքներս էլ մի նոր ուտեստ պատրաստել։ Այն ինչ ոչ թե այն ինչ սովորացնում են անպայման, այլ մենք մեր մտահղացումը նաև ներկայացնել։ Այո, կարող ենք, հա։ Այս աղցանը դու պատրաստել ես այդ անգամ, թե առաջ անգամ։ Առաջ անգամ։ Երբ որ հրավեր ստացար, մտածեցի, որ հենց այսպիսի աղցան պիտի պատրաստես։ Իսկ երազել ես փոքրուց խոհարար դառնալ, թե ինչ-որ մի հանգամանք է, որ քեզ արդեն համոզես, որ դու պիտի խոհարար դառնաս։ Չէ, մոտ 14 տարեկանում որոշեցի, որ խոհարար դառնամ։ Արդեն հասկացար, որ ուտեստները լավ բան են եւ լավ ուտեստը էլ ավելի լավ բան է, հա։ Այո։ Ինչ ենք անելու հիմա։ Հիմա մենք կտրատենք սունկը։ Սունկը ինչպես ենք կտրատելու։ Մանր, բաժանենք 4 մասի։ Բայց եթե հում է, պիտի մաքրենք, չէ՞ սունկը Այո։ երևի։ Դե մեկը ես մաքրեմ, մեկը դու մաքրի, հա։ Միշտ չէ, որ իհարկե սունկը պիտի մաքրել, բարեկամներ, այս կեղևից, բայց երբ որ մենք բնականաբար լվանալ միշտ է հարկավոր, բայց երբ որ օգտագործում ենք թարմ սունկ, հարկավոր է կեղևը մաքրել։ Շատ պրակտիկայում չի հանդիպում այնքան հաճախ թարմ սնկից աղցան։ Դու որտեղից է որ չասեմ համարձակվել ես, բայց ներառել ես քո կերակրացանկի մեջ։ Դու ուսումնասիրել ես, թե սունկը ինչ արժանիքներ ունի, ինչ արժեքներ ունի սննդային, հա։ Եվ ներառել ես քո սննդակարգի մեջ։ Այո։ Շատ լավ։
խոհարարը պիտի մի քիչ նաև համարձակ լինի, չէ՞։ Այո։ Բայց ոչ այնքան համարձակ, որ շատ սկսի փորձարկումներ անի, չէ՞, մեր գիրերի վրա։ Շան դու խոհանոցի որ արտադրամասն ես ավելի շատ սիրում։ Ճաշատեսակները։ Այսինքն տաք արտադրամասը, որտեղ պատրաստվում է։ Հա? Այո։ Նախապատրաստական այդ արտադրամասերը այնքան էլ քո սրտով չեն։ Այո։ Կարելի է վարունգը նույնպես խառնել արդեն։ Այո։ Անպայման։ Այսպես։ Իսկ այժմ ավելացնենք ընկույզը մարեցրած։ Խնդրեմ։ Իսկ հետո նռան հատիկները, Այո։ հետո աղ եւ սև պղպեղը։ Խնդրեմ։ Այս ճաշակի։ Սա էլ այսպես։ Եվ թթվասերը։ Խնդրեմ։ Եվ հարկավոր է խառնել։ Խառնենք։ Աղցանը որ ժամանակ պիտի մատուցենք։ Այսինքն հյուրեր ունեցանք մենք եւ երբ պիտի մատուցենք, նա որպես հիմնական ուտեստ է գնում, որպես նախուտեստ է գնում, թե աղանդեր։ Ինձ թվում է նախուտեստ։ Այո, ապրեստ։ Ոչ թե քեզ թվում, այլ հենց տեսել։ Այսինքն սկզբից հենց մենք մատուցում ենք աղցան, որպեսզի կարողանանք նախապատրաստել, չէ՞, մեր հյուրերին հիմնական ուտեստին Այո։ ճաշակելու համար։ Եվ այս աղցանը լցնենք մատուցվող ափսեի մեջ։ Լցնենք։ Սրանով հենց կլցնենք։ Ինչ ենք անում, լավաշ ենք դնում տակը, թե ինչ ենք դնում։ Լավաշ։ Դնենք լավաշ։ Խնդրեմ։ Եվ ձևավորման համար մեզ հարկավոր է մարոլ։ Ձևավորման համար հարկավոր է հազարի տերևներ։ Այո։ Խնդրեմ։ Մեզ շատ հարկավոր չէ։ Վերջ։ Այո։ Ապրեստ։ Ունեցանք մենք հավի կրծքամսով եւ սնկով, թարմ սնկով աղցան։ Այո։ Շատ լավ, Շանջան, դու որևէ առաջարկ ունես մեր հեռուստատիտողներին, կարող ես ինչ կառաջարկես։ Ես ցանկանում եմ, որ մարդիկ ավանդական ճաշատեսակներով ծնվեն եւ Իրեն առողջ։ այո։ Հարգելի հեռուստատիտողներ, եկեք մենք էլ ցանկանանք, որ Շանթը զարգացնի խոհարարական գիտելիքները եւ զարգացնի իր խոհարարական կարողությունները եւ վստահ ենք, որ ապագայում կդառնա լավ խոհարար։ Շնորհակալություն Շանթ։ Ապրես դու։
Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Նախքան ավարտել ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ օգտագործեցինք խաշված հավի կրծքամիս, օգտագործեցինք թարմ սունկ, թթու վարունգ, ընկույզ, թթվասեր եւ նռան հատիկներ։ Այս ամբողջը մենք համեմեցինք աղով պղպեղով եւ ավելացրինք թթվասերի հավելված։ Բարեկամներ, այսօրվա համար այսքանն էր։ Ուզում եմ, որ մենք միշտ հանդիպենք եւ այդ հանդիպումները ունենան լավ արդյունք։ Այդ արդյունքը լինի այն, որ մենք դառնանք ավելի առողջ, ավելի երջանիկ։ Հպարտանանք հայ լինելու համար, լինենք բարի եւ միաբան։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Աղցան, հավի կրծքամիս 150 գրամ, սունկ 100 գրամ, ընկույզ 50 գրամ, նռան հատիկներ, թթուվարունգ 3-4 հատ, թթվասեր 50 գրամ, աղ, պղպեղ, բարեախորժակ։